Ողջույն սիրելի բարեկամ, Պողոսը և Շիղան բանտում։ Դատավորները բանտապետին հրամայեցին նրանց լավ հսկել։ Բանտապետը նրանց բանտախուց նետեց և ապահովության համար նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։ Կեսգիշերին մոտ Պողոսն ու Շիղան աղոթում էին Աստծուն, սաղմոսերգում։ Նրանց լսում էին նաև մյուս բանտարկյալները։ Հանկարծ մեծ ցնցում եղավ, բանտի հիմքերը շարժվեցին և բոլոր դռներն իսկույն բացվեցին ու բոլորի կապանքները քանդվեցին։ Երբ բանտապետն արթնացավ և բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել, կարծելով, թե բանտարկյալները փախել են։ Այդ ժամանակ Պողոսը բարձր ձայնով կանչեց և ասաց. «Դու քեզ վնաս մի հասցրու, քանի որ բոլորս էլ այստեղ ենք»։ Բանտապետը լույս խնդրեց և ներս մտնելով զարհուրած ընկավ Պողոսի և Շիղայի առաջ, ապա նրանց դուրս բերելով ասաց. «Տյարք, ես ինչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Նրանք ասացին. «Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին ու կփրկվես դու և քո ամբողջ տունը»։ Եվ նրան ու բոլոր այնտեղ գտնվողներին քարոզեցին Տիրոջ մասին։ Բանտապետը նրանց վերքերը լվաց, ապա իր ընտանիքի հետ միասին մկրտվեց, այնուհետև նրանց իր տուն տարավ և սեղան բացեց։ Նրանք երջանիկ էին, որ գտել էին Աստծուն։ Հաջորդ օրը Պողոսն ու Շիղան ազատ արձակվեցին։ Դատավորները հասկացան, որ սխալ են և ներողություն խնդրեցին նրանցից։ Դրանից հետո Պողոսն ու Շիղան շարունակեցին իրենց ճամփորդությունը։